Ուզում եմ բաղնեն նայեմ։ Սպասենք մեզ մարդիկ միանա։ Այս ինքն առավոտը տեսնես Չէ, մի բար։ Չէ, ամեն։ Հետո կնայես։ Տեսնենք մարդիկ միանում են։ Անվանն եմ ուզում։ Սորջան, եթե մեզ լսում եք, խնդրում եմ մի հատ մեկնաբանություն գրեք կամ մի բան արեք, որ հասկանանք լսում եք մեզ։ Պիտի ինձ թվում այն միկրոֆոններից ունենամ։ Հա, լուրջ։ Գիտես, օրինակ ռոբը ունի ու շատ լավ ձայն է միշտ գալի ռադիոներից։ մեզ լսում եք, մի հատ մեկնաբանություն գրեք, որ հասկանանք մեզ լսում եք, թե ոչ։ Մեկնաբանում։ Ուրեմն չեն լսում։ Պետքա որ լսեն։ Ժորժան, եթե լսում եք, մի հատ խնդրում եմ մեկնաբանություն գրեք, էլի, այո, մեկնաբանությունը որ գրեմ։ Կամ լայքեր դրեք գոնե։ Ասացի չէ, պետք եմ գրել։ Կարաս մի հատ Facebook-ով դու ես դուք ես, էլի, մի հատ։ Ճիշտ է։ Так։ Ժորժան, եթե լսում եք, մի հատ Լսում եմ, ձևեր մի տվեք։ Հա, բարև ձեզ։ Ես ու Անայսը ուզում ենք մի փոքր շնորհակալություն, Փոքր չէ։ Չէ, մի փոքր ասենք թե ինչ կատարվեց, իրականում ոչ ես եմ հասցրել ուղիղ եթեր մտնեմ, Անայսն է բլոկված է, չի կարողանում ուղիղ եթեր մտնի։ Մենք այսօր հավաքվել էինք դատախազության դիմաց, ՀՀ գլխավոր դատախազության դիմաց, որպեսզի մեր բողոք պահանջը ներկայացնենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին։ Մենք պահանջում ենք, որպեսզի դատախազը անձամբ գա եւ խոսի շուրջ 200 հավաքված 200 մարդ կար, ինչ եմ ասում 200, որովհետև շատ մարդիկ հրաշալի մարդիկ են, ովքեր հրաշալի մարդիկ են եկել, թողած եկել են ու ես իսկապես ես էլ Աննան է շատ շնորհակալ ենք ոչ թե նրա համար որ մենք ենք կազմակերպել ակցիան, այլ նրա համար որ պատկերացնում ենք ինչ ժամանակ։ Շատ գիտակից մարդիկ են եկել, այո, ինչ ենք կազմակերպել, մարդիկ չմտածեն, թե չէինք ուզում շաբաթօրով անեինք, որտեղ դատախազը քանի որ հանդիպում էինք ուզում հենց դատախազի հետ, պետք էր կազմակերպել աշխատանքային ժամի, այդ իսկ պատճառով հենց այսօրով ոչ մեկից հեշտ չէր, իրական բոլորս աշխատանք ենք, բայց ամեն դեպքում մի փոքր ամփոփում անենք, շուրջ 1 ժամ 200 մարդկանցով, սրտացավ մարդկանցով մնացել ենք դատախազության դիմաց, արեցինք ստորագրահավաք, այո, քանի որ Երևանում շատ խցանումներ են, բազմաթիվ մարդիկ հետո են տեղ հասել, դրա համար ստորագրահավաքը դիմումի տեքստի տակ մոտ 150-ներ, ինչքան ես հասցրեցի հաշվել, բայց հետո էլի շատ մարդիկ եկան, ուզում էին ստորագրեն, ցավոք արդեն հանձնել ենք։ Մենք շուրջ 1 ժամ սպասեցինք, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մոտենա եւ խոսի հասարակ քաղաքացիների հետ, ովքեր խնդրում եւ պահանջում էին, որ ինքը գա եւ մենք մեր պահանջը եւ հարցը տայինք, արդյոք համաչափ է այս գործողությունները, որը որ կիրառվել է այդ երեխու արած ճակերտավոր հանցանքի դեմ, այսինքն կարելի էր այդ երեխուն ով բազմաթիվ հիվանդություններ ունի, հիմա տալ գոնե, չգիտեմ, դա կարող է մեր ասածը շատ մարդկանց դուր չի եկան, որ ասում էինք գոնե տնային կանանք, բայց ես եւ դու օրինակ մտածում ենք, որ գոնե դատավարության ընթացքը այդ մարդը տուն անցկացնի իր մամայի հսկողության տակ հատկապես նորությամբ մաման բժիշկ է ու շատ լավ կլիներ, որ մամայի հսկողության տակ ու դուք պատկերացնեք այդ երեխու հոգեբանական վիճակը հիմա բացի ֆիզիկական, իսկ հոգեբանականը հենց առաջին նպաստողն է ֆիզիկական վատ վիճակին լինում, երբ որ մարդը չի հասկանում ընդհանրապես այդ երեխան ինչ է կատարում, դպրոցի նստարանից, եկեղեցում աղոթագիրք, այդ վերջի իրա դու պատկերացրես իր վերջի հիշած բաները, չգիտեմ, ուրբաթ օրը դասի, Կիրակի եկեղեցում աղոթագիրք, արդեն հիվանդանոցում կալանքի տակ, կալանավայր հիվանդանոց, միջև ուշքի չի գալի։
Մի խոսքով, ինչպես եւ սպասվում էր, իհարկե ես մի տոկոս հույս ունեի, որ Աննա Վարդապետյանը ամեն դեպքում հաշվի կառնի այսքան քաղաքացիների խնդրանքը եւ կգա, բայց չեկավ։ Մեզ ոստիկանությունը ասել էր, որ ինքը շենքի ներսում է, բայց հետո ասեցին, որ գուցե այնտեղ է չէր, չգիտեմ, այդպես էլ հստակ չհասկացանք։ Առաջարկեցին, որպեսզի հանդիպենք դիմումների հանձնման բաժնի պետի հետ։ Մենք հրաժարվել ենք հանդիպել, որովհետև մենք պետի հետ չէինք գնացել հանդիպելու, անգամ ասեցինք կարող է գուցե, չգիտեմ, Աննա Վարդապետյանին ինչ որ մեկ փոխարինի ի պաշտոնեով իրավունք ունի, ամեն դեպքում չեկան։ Մենք մի ժամ սպասելուց հետո բազմաթիվ հարցազրույցներ ենք տվել, ոչ միայն ես ու Անայիս, այլ տարբեր մարդիկ, զոհված հերոսների ծնողներ, իրավաբաններ, հասարակ քաղաքացիներ, Դավիթի մայրն էր եկել, Դավիթի հայրն էր եկել, կային շատ երիտասարդներ, ովքեր այդ պլակատներով եկել էին։ Մի խոսքով, 1 ժամ անց մենք մտանք դատախազության շենք, ասեցինք, որ չենք մտել բաժնի պետի հետ հանդիպման, այլ ուղղակի դիմումը ստորագրություններով հանձնում ենք իրենց, ամեն դեպքում եւս մեկ անգամ տեղում խնդրեցինք, որպեսզի դատախազը գա եւ մեզ պատասխանեցին չպիտի։ Ուզում ենք սա ֆիքսեք, մեզ շատ են հարցնում, բա հետո ինչ եք անելու։ Շրջան մի բան ասեմ, էլի ես որ այստեղ մեկնա, իսկ ինչու չպայքարել բոլոր այն մի բան ասեմ էլի, երբ որ գրում եք ինչու եւ այլն, խնդրում եմ նախ առաջի հերթին եկեք կազմակերպված մարդկանց կողքը եղեք, հա, Facebook-ով ով ասեք կարա պլյուս դնի եւ ով ասեք կարա մեկնաբանի։ Մի բանը ես եմ կազմակերպում, մի բանը Անայիսը, մի բանը դու, եկեք այդ պահանջատիրական բնավորությունը դնենք մի կողմ ու չվախենանք իրական կյանքում տեր կանգնել մեր պահանջին։ Ինչից եք վախենում, ինչ պետք է անենք, ձեզ ոնց տեսնում եք երկուսս նստած ենք ու ոչ մի բան չի եղել, էլի եմ ասում, մենք չենք գնացել կռվելու կամ ինչ որ գործողություն անելու։ Ավելին Դավիթը չէր գնացել կռվելու եկեղեցի։ Այո։ Այդ ամեն ինչը հասկանում ես, որ դնում ես իրար կողմ, այսինքն ոչ նախապատրաստված, ոչ մտածված գործողություն, ոչ բան, գալ մարդու։ Ես անգամ գիտես ինչ եմ նորը մտածել, ամենայն անկեղծան վիդեոներից, որ երբ որ իրան սկսել են բրդրթել հրել գնալ, ինքը միգուցե չի էլ գիտակցել ովքեր են, հասկանում ես ովքեր են ասում։ Իսկ հիմա իր առաջ դրված է այնպիսի հոդված, որ ինքը կանխամտածված երկրի առաջին դեմքին վնասելու համար կատարել է։ Ինչ որ ասում են խոչընդոտել է քաղաքական, բայց սկսենք նայենք ինչ գործ ունեն եկեղեցում քաղաքական ինչ որ ակցիա անեն, հա։ Ինչևէ, մենք հնչեցրել ենք մեր պահանջը, մենք հանձնել ենք մեր պահանջը, իդեպ ես նաև տեքստը կհրապարակեմ մեր Facebook-յան էջում, կներեք իսատ ենք երևում, ուղղակի փորձենք նենց անել, որ ձայնը լսելի լինի։ Տեսնենք ինչ կլինի, հետագա քայլերը արդյոք մենք հանձնվելու ենք, չէ, ես երբեք չեմ հանձնվում, ես մինչև վերջ եմ գնում միշտ։ Չէ, դե հանձնվելը ո՞րն է, եթե ես ամենայն անկեղծ եմ, ընդեղ էլ ասեցի, ով կազմակերպի, մենք կկանենք, մենք հնարավորություն կունենանք նորից կազմակերպելու, բայց հուսանք դիմացը Վերաքննիչ դատարանի որոշում կա, ու հուսանք Վերաքննիչ դատարանի դատավորը ունենա առաջին հերթին մարդասիրական, հասկացության լիքը կետեր իր կյանքում, ճիշտ արժեքային համակարգ եւ կշարժվի օրենքով, ինչի, որովհետեւ Հայաստանի Հանրապետության օրենքը կալանքը որպես պատժի միջոց կալանավայրում գտնվելը ամենավերջի պարտքի թողի, որովհետեւ տենց է մեր օրենքը։ Այդպես է։ Մարդու իրավունքների պաշտպանության մեջ այդպես է, որ կալանքը պիտի կիրառվի միայն այն դեպքերում, որ գիտես, որ հնարավոր չէ, չգիտեմ, այսինքն այդ երեխան որ դրսում մնար, այս 18 տարիների իր ընթացքում այդ ինչ հանցանքներ արել, որ դուք վախենում եք, որ ինքը դրսում լինի կամ գոնե տնային կալանքի։ Իդեպ մենք մի հատ կարևոր խոսք է հնչեցրեցինք, որ Դավիթի առողջական վիճակը մի շարք հիվանդությունները իրոք համատեղելի չեն կալանքի հետ։ Եվ եթե Աստված չանի այդ երեխուն մի բան լինի, այդ պատասխանատվությունը ամբողջովին թե ի պաշտոն է, թե որպես մարդ ընկնում է իրենց վրա։ Ամեն ինչը ֆիքսված է, շնորհակալություն շատ նաև լրագրողներին, որ եկան, այդքան լուսաբանեցին, մենք 1 ժամ ենք մնացել,
այստեղ գրում են ավել 1.5 ժամ այդքան մնացել են, այստեղ մարդիկ գրում են միանում ենք, խնդրում եմ միանաք իրական կյանքում, գաք կանգնեք մեր կողքը, երբ որ մենք ձեր կարիքը շատ ունենք։ Իհարկե աշխատանքային օրով, աշխատանքային ժամի 200 շուրջ 200 մարդ, իդեպ ես հեռվում նաև լիքը մարդիկ նկատեցի, որ եկել էին, բայց չէին ցանկանում մոտենալ։ Թրացում միշտ կարելի է գտնել անդուվանաձորից ես եկե ես երկու երեխեքի մամա եմ, դες եթե տենց պատմենք գտնենք ինչի չեն գալի, լիքը բազմաթիվ արդարացում։ 2 օր առաջ երբ որ ես ամեն ինչ որոշել էինք Աննայի հետ, գիտի թարախային անդիներով բարկած է գրեց անբավոր լավ չլինես, ասեցի ու խոսք եմ տվել, ասել եմ իսա մեռնում իսկ այդ վիճակում էլ ես գալու եմ կանգնել, որովհետև կներեք, բայց Դավիթը հիմա շատ ավելի վատ վիճակում է, քան մենք բոլորս մեր գործերը եւ մեր կարևոր ամեն ինչը։ Երեխա է 12 դասարանի, որը նոր է կյանք գտնում, որը ապագա զինվոր կարա լինի, որը ապագա պիտի բարձրագույն կրթություն ստանա ու լիքը ծառայի դեռ իր հայրենիքին, իսկ եթե մենք այսօր երեխուն, որը հանում ենք դասասեղանի առաջից ու տանում ենք կալանավայր բարքերի մեջ, այդ ամեն ինչի մեջ, ուրեմն չգիտեմ, մենք այս ինչ հասարակություն ենք։ Մենք մեր հասանելիքը արեցինք, այստեղ ինչ-որ Հակոբ ջան ֆեյք գրում է տերտերը ոնց է, Հակոբ այնքան կուզեմ ձեր նման վախկոտ տղամարդկանց իրական կյանքում Եթե սրբազանը շատ լավ է, դեպ էսա դատնա իջնելու եմ այնտեղ ջան։ Ուշքս գնում է ձեր նման ֆեյքերի համար, պատկերացնում եք դուք ինչ տղամարդ եք, որ fake age-ով լատինատար անգրագետ ձևով մեկնաբանում եք, իհարկե ձեզ կարևոր Հայաստանի Հանրապետության զինանշանն ես դրել, բայց դեպ այդ զինանշանի վրից, հեսա այն Արարատետի հանի կարող է քեզ ձեր ֆեյքերը իսկ ուտեն, ասել որ չի կարելի, ծագուկ։ Մի խոսքով Հակոբ ջան, ձեր նման ֆեյքերն էլ մեր կյանքի ուրախությունն են, շնորհակալ եմ, որ մեկնաբանում եք։ Դուխով տղա ջան, ձեր ասած դուխով, պրոստը դուխը մեր մեջ ծնվել է։ Իսկ դուք ցենց բարերով եք, ինչև է շարունակենք ֆեյքերին ուշադրություն չդարձնել, թող ինքնաարտահայտվեն, վստահ եմ իրանց տանը չեն կարողանում խեղճ տղամարդիկ, այս պարագայում այս տղամարդիկ, հա, չնայած կանայք ֆեյքերն է, դա մի ուրիշ բան է։ Դες դու էլ իր հետ կոլաժով նկարուն, Աննան կոլաժով նկար ունեցավ։ Ինչև է։ Աննաներով ես կանոն էի այս նկարում։ Խնդրում եմ համեմատություններ ամեն դեպքում։ Չէ, դա ամեն սուտ անունների է։ Մենք մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք, ուղղակի ուզում եմ ձեզ հետ կիսվեի, որովհետև էլի եմ ասում, ես չեմ հասցրել ուղիղ եթեր անել, չնայած բազմաթիվ լրագրողներ կային, տասնյակից ավել, հրաշալի լրագրողներ էին, ու այսքանը շնորհակալություն ու նաև խնդրում եմ, որ մյուս անգամներին ավելի շատ մարդ ակտիվ եղնի, չնայած առաջի ակցիայի համար Ինչքան կազմակերպված էին մարդիկ իսկ ասեն, ոնց որ շնորհակալություն բոլորին։ Շատ լավ մասսա էր հավաքվել, չնայած չէր կարա Անահիսովի մոտ վատ մասսա հավաքվել, դա չի կներում։ Այո, սրտացավ մարդիկ են, այն ուրիշ մարդիկ չէին էլ սպասում այդտեղ։ Սպասում ենք, որ գալու են մարդիկ, ովքեր որ սրտացավ են, թե հայրենիքի, թե մարդկանց, թե իր ազգակցի նկատմամբ։ Ջորջան, առիթից օգտվելով խնդրում եմ էլի լատինատար մի գրեք, հայատար գրեք, հասկանում եմ մեկ ստացվում է, բայց գրեք, եկեք մեր ունեցածը պահենք, եկեք մեր մեջի դիսցիպլինան, այո, շենացնենք ու մեր դիսցիպլինան ինչքան հնարավոր է ուժեղ պահենք ու վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալություն, մենք մի փոքր սնվենք, որովհետև առավոտից խառնենք, մնացածը արդեն կապի մեջ կլինենք։ Աստված ձեզ օրհնի, լավ օր, լավ օր բոլորին, Աստված օրհնի։